Հարգելիներս, եկեք այսօր տան պայմաններում պատրաստենք տնական, շատ համեղ պաստուրմա և ամբողջ ընթացքը ձեզ քայլ առ քայլ իմ տեսանյութում ես ձեզ կցուցադրեմ։ Հարգելիներս, կան կերակուրներ, որ մենք ասոցիացնում ենք տվյալ ժամանակահատվածի տոների հետ, որ մենք սովորենք, որ այդ կերակուրը պիտի այդ ժամանակահատվածում պատրաստենք և համտեսենք, դրանից է նաև պաստուրման, որ մենք սովորենք միշտ ամանորին պատրաստենք, համտեսենք, հյուրասիրենք և ինչու չէ, կարելի է այս ժամանակահատվածում, եթե մտքներովդ անցել է պաստուրմա պատրաստել, եթե լավ մսի կտոր է ձեզ հանդիպել, կարելի է նաև ամռանն էլ պաստուրմա պատրաստել։ Նշեմ, որ միս գնելուց ես մտադրություն չունեի, որ պաստուրմա պիտի պատրաստեմ, միսը տուն բերելուն պես նկատեցի, որ շատ հարմար կտոր է բաժին հասել իմ նախընտրած մսից և որոշեցի այսպիսի մի փոքրիկ պաստուրմա պատրաստեմ և համտեսենք ընտանիքի անդամներով։
Հարգելին այս պատրաստման ընթացքը դուք տեսաք, ես միսը լավ լվանալուց հետո իդեպ նշեմ երբեք չեք սառեցնում բաստուրմայի միսը, լավ լվանալուց հետո 2-3 օր առատ աղի մեջ տեղադրեցի, ինքը պնդացավ, ձգվեց, իրանից բավականին ջուր դուրս տվեց, ես հետո լվացել եմ հոսող ջրի տակ, մոտ կես ժամի չափ ինքը մնացել է ջրի մեջ, լավ չորացրել եմ, պրեսի տակ եմ դրել, լավ ծանր քարեք վրան դնում, կրկին սառնարանն եք դնում, ամեն օր անձեռնոցիկներով հատհատում ու փոխում եք, որ երբ որ տեսնեք անձեռնոցիկները արդեն չոր են, խոնավություն չկա, արդեն կարող եք իրան թել անցկացնել, կախել 2-3 օր էլ մնում է այդպես չորանման եւ պատրաստում եք չամանը, չամանի համար ես օգտագործեցի 1 տուփ չաման, 1 մեծ ճաշիկ թալ, կարելի է ասել կարմիր քաղցր պղպեղ, կես թեյք թալ կամ 1 թեյք թալ աղ եւ կես սխտորեմ ծյորկե քերիչով անցկացրել, ամբողջը ջրով լցրել եմ, ինքը հասունացել է եւ տվյալ չամանը արդեն պատրաստի, ես սկսել եմ այս բաստուրմայի վրա, ահա տեսնում եք ինչ ընտիր ախորժալի տեսք ունի։ Հարգելինս նշեմ նաև, որ ես նախընտրում եմ հացի մեջ կարակ տեղադրեմ և մեր բաստուրման այսպես հաց, կարակ համադրությամբ համտեսելը իրոք շատ համեղ է ստացվում։ Հարգելինս այս տեսանյութում ձեզ ցանկացա ներկայացնեմ, որ յուրաքանչյուր տան տիկին կարող է պատրաստել այսպիսի համեղ բաստուրմա, պարտադիր չէ մեծ մսի կտոր լինի, փոքրիկ մսի կտորից էլ կարելի է ստանալ այսպիսի համեղ, տնական, իրոք տնականի համը ուրիշ է տարբերվող է, թե մսի համը, թե չամանի համը։ Դե իհարկե ես ամանորի տոների ընդառաջ կրկին կանդրադառնամ բաստուրմա պատրաստման պրոցեսին, նաև հավի կրծքամսով կպատրաստեմ բաստուրմա, դե ինչ դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Հավել եմ նաև, որ նկարահանման ընթացքում տեսախցիկը չգիտեմ ինչու միսը շատ վառ երանգով է ներկայացնում, բայց ասեմ իրոք պատրաստված է մեր բաստուրման և արտակարգ համ ունի։ Հարգելինս որքան պետք էր ես բաստուրման կտրատեցի և այս մնացած հատվածը սննդային թաղանթով փաթեթավորեցի և կուղարկեմ սառնարանը թարմ մնալու համար։ Ասեմ նաև, որ ավելացած չամանն էլ այսպես կարող եք փակ տարայի մեջ սառնարանում կրկին պահեք, իրոք շատ համեղ է ստացվում հաց կարակով համտեսելը կամ առանձին հացին քսեք և վայելեք։ Ավելացնեմ նաև, որ չամանը երկար պահպանման ժամկետ չունի, բայց քանի որ ինքը շատ համեղ է, երկար պահպանելու անգամ խնդիր էլ չի լինում, շատ արագ սպառվում է։